Լրություն դալիճում, լրություն։ Սիրելի հայրենակիցներ, նախ թույլ տվեք ներողություն խնդրել այս իրավիճակի համար։ Ես պատկերացնում եմ, որքան տհաճ է ձեզ լսել եւ տեղից արվող կոմենտները եւ ազգային ժողովի նախագահի այսպես սրամտությունները։ Ինչևէ ունենք այն, ինչ ունենք, այս ազգային ժողովը։ Այս դահլիճում երկու օր է քննարկվում է 2024 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը եւ մինչ բյուջեի կատարողականի շրջանակներում այս դահլիճում հնչում են սպառնալիքներ, հոխորտանքներ, եկեղեցու, քաղաքական ուժերի, հանրային գործիչների, գործարարների, հեծի սովորական աշխատակիցներին հանդեպ մեր շուրջ խորանում են աշխարհաքաղաքական ճգնաժամերը։ Ու այստեղ հարց է առաջանում, դուք ադեկվատ եք։ Հա սովորական շարքային քաղաքացու մոտ հարց է առաջանում, ադեկվատ եք։ Կողքը ինչա կատարվում։ Դուք իսկապես չեք տեսնում ինչ զարգացումներ են։ Եթե դա էլ մի կողմ թողնենք, լավ, հանգիստ եք, հայր ասած արխային եք։ Դուք ադեկվատ եք, երբ այս ամբիոնից գալիս եք եւ հոխորտում եք սեփականության ազգայնացման մասին։ Ես չեմ կասկածում, անելու եք, խլելու եք։ Ու ձեր շարքերում եղած գործարարների, այն որ օրը մեջ մի հատ սուպերմարկետ են բացում ու չգիտեմ ինչ գույքեր են ձեռք բերում, պետք եղավ իրանցնել եք ազգայնացնելու։ Ձեր էստեղի նստած գործարարներին եք ազգայնացնելու։ Բայց հասկանում եք, թե դրանով ինչ լուրջ հարվածի տակ եք դնում արկա եւ հնարավոր ներդրումները։ Ցանկացած ներդրողի համար բազմաթիվ գործոնների հետ մեկտեղ կա մի քանի չափանիշ։ Այդ պետք չի բիզնեսմեն լինես, որ դա հասկանաս։ Կայունություն, կանխատեսելիություն, վստահելի իրավական համակարգ։ Հիմա գործադիրի ղեկավար ու իր հրահանգով մի քանի падգամավորներ, որ այստեղից ասում են, տեսեք ինչ ենք անելու, հեսա հեծը ազգայնացնելու ենք։ Հիմա ներդրողի համար կանխատեսելին ո՞րն է։ Մի բան, որ այս երկրում ոչ մի բան կանխատեսելի չի, որ այս երկրում որևէ բան կայուն չի։ Հետո այս ներդրողը, որ ուզում է Հայաստան գա ինչ-որ ներդրում անի, մի հատ էլ ցենց շրջվում է, նայում է մեր իրավապահ համակարգին, ասում է, որ այս իրավական համակարգը ամբիոնից մատ թափ տվողի հրահանգներն է անում, ուրեմն իրավական երաշխիքների մասին էլ խոսք չկա։ Հետո այս ներդրողը պտտվում է, նայում է վրացական սահմանին, տեսնում է, որ Հայաստանից ապրանք արտահանող մեքենաները օրերով, շաբաթներով կանգնած են Վրաստանի սահմանին եւ տրանզիտային երկիրը, մեր բարեկամ տրանզիտային երկիրը ինքն է որոշում, թողնի մեր ապրանքը թե չէ, որակը լավն է թե չէ, թողնի թե չէ։ Ու եթե հանկարծ մի քանի մեքենա, 3 առաջ օրը 33 մեքենա անցել էր, մարդիկ ու պատասխանատու պաշտոնյաները աչքալուսանք են իրար տալիս, ասում են, տեսեք, անցան մեքենաները։ Հիմա հարց, ինչպես կկոչեք մարդուն կամ կազմակերպությանը, որ այդքանից հետո կորոշի Հայաստանում ներդրում անել։ Արկածախնդիր, անհեռատես, չգիտեմ, որոշեք, շարունակեք ինքներդ։ Ուղղակի մի թիվ բերեմ, որ հասկանալի լինի, որ միջև այս հայտարարությունները ուղղակի ներդրումներն արդեն ինչ վիճակում էին։ 23 թվականին ուղղակի ներդրումները եղել են 584 միլիոն դոլար, նախորդ տարի եղել են 138.5 միլիոն դոլար։ Ուղղակի ներդրումների մասին է խոսքը։ Սա ուրեմն խոսում է այն մասին, որ արդեն իսկ ներդրողները Հայաստանի Հանրապետության իշխանությունների հետ կապված անհանգստություններ ունեն քաղաքականության հետ կապված, սրանից հետո ես պատկերացնում եմ, թե ինչ է լինելու։ Բայց եթե սրան զուգահեռ այդ ներդրողը մի հատ էլ չալարի ու ուսումնասիրի գործադիրի ղեկավարի Facebook-յան էջը, կհասկանա, որ երկրում ամեն ինչ այնքան անլուրջ է, որ աշխարհաքաղաքական լուրջ ճգնաժամի պայմաններում մեր իշխանությունները մոմը ձեռքներին կուսության հարց են որոշում։